Բարի լույս սիրելի YouTube դիտողներ, այսօր հունիսի 14-ն է, առավոտյան 07:52 Մենք Բեթլեհեմում ենք, այսօր պատրաստվում ենք Երուսաղեմ գնանք, տեսնենք թույլ կտան Բեթլեհեմից Իսրայել սահմանակետը անցնենք, թե չէ։ Այս խառը դրությունը մի քիչ մեր ծրագիրը խախտեց։ Մեզ նորից տվեցին այս հրաշք նախաճաշի տուփերից, քանի որ երեք պատրաստվում էինք Նազարեթ, սակայն երեկոյան պլանները փոխվեցին ու իրանց չէին զգուշացրել։ Այսօր փակ էր ճաշարանը, դրա համար նորից մնացինք այս հրաշք տուփերի հույսին։ Հիմա տեսնենք միասին ինչ կա այս հրաշք տուփի մեջ։ Այն նույնը ինչ որ երեք։ Մենք շարժվեցինք դեպի Երուսաղեմ։ Պիտի պանորամա գնանք, որ ովքեր գալիս են Երուսաղեմ պարտադիր նկարվում են, ոսկե գնդեթի ֆոնին։ Պանորամա պիտի բարձրանանք, հայրմերի եկեղեցին պիտի գնանք, այն վայրը, որտեղ Հիսուս Քրիստոս առաքյալներին տերունական աղոթքը սովորեցրեց, եւ գիտեք, որ պատերի վրա բոլոր լեզուներով աշխարհի գրված է հայրմերը։ Սովորական սահմանի ճանապարհով չեն գնում, քաղաքի մյուս կողմից են դուրս գալու, հնարավոր է պատարագին չհասցնենք։ Բայց նաև կարելի է խնդրել Տեր Հորը խոստովանվել, հաղորդություն ստանալ, եթե պատրաստ եք։ Գնալու ենք բոլոր ազգերի եկեղեցի, ինքը շատ գեղեցիկ եկեղեցի է։ Բոլոր ազգերի է կոչվում, որովհետև երբ սկսեցին շինարարությունը, դրամահավաք արեցին ու կաթոլիկ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր ժողովուրդներ մասնակցություն ունեցան, հողանալուծության հարցում, դրա համար կոչվեց տարբեր ազգերի եկեղեցի։ Հենց Գեթսեմանի բարձրացումի մասին է կառուցված։ Դրանից խաչի մի հատ կճշտ ենք, եթե լացի պատը բաց է, պարտադիր մի հատ լացի պատի կողմով բացնենք, այս կթայլենք դեպի իրատոսություններ։ Մի հատ աղոթենք, Օրհնյալ Տեր մեր, Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որևկինս այս սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես երկինս մեր երկրի, վստահեց մեր հանապազում, դու մեզ այսօր, և դու մեզ սպարտիս մեր, որպես և մեր կողունքներով սպարտականեց, և մի տանիրս մեզի փորձություն, այն կրկյազ մեզի չարել, զիքրի արքայություն և զորություն և պար հավիտյանս։ Հավաքի հակառակ կողմից է։ Այս անցակետը անցնում ենք ու Երուսաղեմում ենք։ Անցանք։ Դարպասը ոսկով ունենք Դամասկոսի դարպասը ոնց որ անցանք։ Փոքր բան է, երկաթից դուրս անցանք, ինը որի չափ այդ կողմով գնում ենք Դամասկոս, Դամասկոսի դարպասը կոչվում, մենք հեսա մենք 2 րոպեից կհասնենք դեր։ Իսկ այդ արաբական թաղամասը սկսվեց արդեն։ Սա Երուսաղեմի հին քաղաքի ոսկե դարպասներն է, միակ դարպասը, որը փակ է ու բացվելու է Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ։ Այս են հրեաների գերեզմանները։ Ամենաթանկ գերեզմանը հրեաների, որտեղ ահավոր թանկ է տեղ վերցնելը։ Քանի որ ասում են Հիսուսի գալուստից հետո առաջինը այստեղ թաղվածներն են հարություն առնելու։ Այսօր Իսրայելում շաբաթ է, շաբաթ օրը իրանք հանգստանում են
Իսկ սա բոլոր ազգերի եկեղեցին է, գտնվում է Գեթսեմանի պարտեզում Ձիթենյաց լեռան ստորոտում, Երուսաղեմի հին քաղաքի դիմացը։ Այստեղ ըստ ավանդության Գեթսեմանի պարտեզում Հիսուսը աղոթեց իր ձերբակալությունից առաջ խաչելության նախորդող գիշերը։ Բոլոր ազգերի եկեղեցուց դեպի ձախ գտնվում է արաբ դատավոր եւ պատմաբան Մուջիր ալ-Դինի դամբարանը, որը 15-րդ դարի կառույց է։ Այս կառույցի ձախ կողմում գտնվում է մեր հայերին պատկանող Գեթսեմանի պարտեզի փոքրիկ մասը, իսկ հետևի մասում Աստվածամոր վերափոխման տաճարը։ Մեր հայկական դրոշակը ու Երուսաղեմի օգտագործության դրոշակը, որը ինչպես նաև դարձել է կաթոլիկների սիմվոլը։ Սա մեր հայկական հուշարձաններից է, հայկական խաչքար, որի վրա պատկերված է Աստվածամայրը, Մանուկ Հիսուսը գրկում, իսկ երկու կողմերում հրեշտակներն են։ Բարև ձեզ։ Բարև Շունիկ։ Բարև։ Ո՞նց ես։ Ո՞նց ես։ Սիրուն ջան։ Ոյ, բար։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եկեղեցի։ Մեր խումբը նախաճաշում է։ Մենք գտնվում ենք Գեթսեմանսկի այգու հայկական մասում։ Սկի այգին բաժանված է 3 մասի՝ հայկական, հունական, կաթոլիկ։ Հայկական մասը սա է, այս փոքրիկ այգին ձթենիներով։ Մեր խմբի անդամները իհարկե անտարբեր չեն մնում նաև կենդանիների նկատմամբ։ Նայում եք ոնց է կերակրում։ Սիրունիկին ոնց է կերակրում։ Ահա, տեսակ։ Ապրեն մեր խմբի անդամները։ Օ, այստեղ շատ են, հա։ 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 Դե կերեք։ Լավ է։ Զարգացած են, մեջը բան չկա, չեն։ Սպիտակը կերավ։ Նրա մեջը երշի կա։ Հա։ Հիմա մենք գնում ենք Աստվածամոր վերափոխման տաճարը։ Մերսի։ Եկեղեցի կառուցել է Մելիսանց թագուհի։ Հայ է եղել Մելիսան թագուհի։ 3 թագուհի։ Հա, 3 թագուհիներ են ունեցել, ամենաակտիվը ոսած եկեղեցի Երբ աստիճաններով իջնում ես, աջ և ձախ կողմերում, մի կողմում թաղված է Հովսեփը, մյուս կողմում ծնողները Աննա և Հովակիմը, իսկ ամենաներքևում արդեն Աստվածամոր գերեզմանն է։ Այս կողմում Տիրամոր ծնողների գերեզմանն է։
Դիմացը ձախ կողմում գտնվում է նշանածի Հովսեփի գերեզմանը։ Աստվածամոր պարագաները երկու տարեկանում պիտի հանձնեին հոգևոր դպրոց, բայց Աննան ասում է շատ սպասված երեխա է, տվեք մի տարի շատ մոտից մնա, 3 տարեկանում հանձնում Աստվածամորը այդ հոգևոր կրթության։ Գիտեք, ոնց եղավ, Աստվածամայրը ննջեց, բոլոր առաքյալները բացի Բարդողիմեոսից այդտեղ էին, Բարդողիմեոսը Հայաստանում։ Ու հրաժեշտ տվեցին, վերեցին դիմակով գերեզմանի մեջ դրեցին, Բարդողիմեոսը եկավ, ասաց խնդրում եմ, ես առիթ չունեցա հրաժեշտ տալու Աստվածամորը, գերեզմանը բացեք, մի հատ տեսնեմ ո՞ն է, բացեցին, տեսան, որ մարմնով գերեզմանի մեջ չի, հիշեցին, որ Քրիստոս խոստացել էր, որ մարմնով իր մորը պիտի երկրի, չէ, բարձրացնում ենք վերափոխման տոն ունի։ Մենք վերջացրեցինք, դուրս են գալիս։ Վերջի անգամ նայեք Տիրամոր գերեզմանը ու մենք գնացինք։ Այս սունդուկներից մեկը հայերինն է, մեկը հույներին է։ Վերափոխման տաճարից հետո հիմա գնում ենք Ձիթենյաց լեռ համբարձման մատուռ։ Մենք եկել ենք ստենստե, մեր մեքենայի ակումուլյատորը փչացել է, սպասում ենք, որ գան փոխեն։ Ժողովուրդ ջան, այս աջ կողմում գտնվող եկեղեցին կառուցվել է այն քարի վրա, որի վրա Հիսուս ծնկած վերջին աղոթքը արեց, հիշում եք, որ խաչելությունից առաջ աղոթեց, ասեց Հայր, այս բաժակը ինձնից հեռու տար, բայց թող ոչ թե իմ, այլ քո կամքը լինի։ Եվ այդ աղոթքից հետո էլ, որ իջավ ներքև, առաքյալներին հիշում եք, քնած գտավ, ասաց արթուն բացեք, աղոթեցեք, եւ այդպես երրորդ անգամ երբ որ իջավ, ասաց հիմա կարող եք հանգստանալ, որովհետեւ ասել է ժամանակը, որ կատարվի այն, ինչ որ գրված է։ Հենց այդ ժամանակ Հուդան հրյա քահանաների եւ հռոմեացի զինվորականների հետ մոտեցան Քրիստոսին, մութ էր դե արդեն եւ Հուդան
Ան ասել է որ համբյուրը նրան կձերբակալեք, նայեք, Հիսուս այստեղ ինքան հետաքրքիր մի բան կա։ Այսինքն մարդուն կյանքում կարող են դավաճանել նրանք, ում տեսնելիս դու ողջագուրվում ես եւ համբյուրն եք հարազատ։ Հիմա բարձանում ենք Ձիթենյաց լեռ։ Ձիթենյաց լեռան վրա գտնվող համբարձման մատուռը համարվում է այն վայրը, որտեղից Հիսուս Քրիստոսը համբարձվել է երկինք։ Մատուռի ներսում պահպանվում է քարե սալ Հիսուսի աջ ոտնահետքով։ Մատուռը քրիստոնեական կարևոր ուխտատեղի է, սակայն պատմական հանգամանքների պատճառով գտնվում է մուսուլմանական հոգացության ներքո։ Այո։ Աստված ասում է վերջ, այս մարդը անիմաստ այգուս մեջ տեղ է զբաղացնում, բայց հրեշտակները ասում են տեր, թույլ մի քիչ էլ փորձենք։ Ան այդ ինչն է նկարել։ Հենա գնա, հայկական խորանա գնա։ Մատուռի բակում կան տարբեր եկեղեցիների խորաններ, մեզ համար ամենակարևորը մեր հայկական խորանը կա, որտեղ տոն օրերին, եկեղեցական տոն օրերին անց են կացվում եկեղեցական արարողություններ։ Մեր հայկական խորանը, կոպտիկների խորանը, սիրիական խորանը։ Իսկ սրանք հին բյուզանդական եկեղեցու մնացորդներն են։ Սա հունական ուղղափառ եկեղեցու խորանն է։ Սա էլ է բյուզանդական չարչ եկեղեցու մնացորդներն է։ Այստեղից էլ Հիսուս Քրիստոսը 40 օր հետո համբարձվել է երկինք։ Գուշակեք, ես որ երկրի դրոշն է ձեր դիմացը, ընկերներ։ Ֆրանսիան է։ Այս կողմից։ Հա? Զրացում է։ Նիդերլանդերի դրոշը սենց չի գույնը։ Այս յանից չի սկսում դրոշը Նիդերլանդերի Չէ, հակառակ Ֆրանսիայի դրոշի հակառակ գույներով ո՞րն է Նիդերլանդի։ Պատեր Նոստեր կամ Հայր մեր եկեղեցին Երուսաղեմի առանցքային քրիստոնեական սրբավայրերից մեկը, որը գտնվում է Ձիթենյաց լեռան գագաթին։ Ավանդույթի համաձայն հենց այս վայրում քարանձավում է Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին սովորեցրել Հայր մեր աղոթքը։ Ու այս ձև տխուր տրտում մի քիչ էլ վանթրաշ իջնում ենք դեպի դիտակետ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երուսաղեմի տաճարի լեռ։ Փակ դռների պատճառով այս անգամ շատ սրբավայրեր մնացին անտեսանելի։ Միայն նկարահանումների ընթացքում հասկացանք, որ անցել ենք այնպիսի կարևոր վայրերի կողքով, ինչպիսին Հայր մեր եկեղեցին էր։ Ոսկուչը լրացնեք։ Ինչ։ Կողովաղը միշտ լրացնեք։ Դե Աստված տո, ուր է։ Որում է։ Բայց Նազարեթը։ Просто հերու ացույց տալի։ Հիմա
Հիմա այս մուսուլմանների գերեզմանն է, այս մոտիկը թե հрьяաների։ Ոսկեգույն մոսկիթ։ Անեց աղանավաճառների սեղանների շուրջ։ Այսինքն հենց ոսկե դարպասից մտնում էիր, ոնց որ ընկնում էիր տաճարի հայաց, Սողոմոնի տաճարը, տեսնում եք, այս ուղղանկյունաձև, այս մեծ պլաշատկան, որի կենտրոնում ոսկե գմբեթն է։ Սողոմոնի տաճարն է եղել։ Այսինքն այս տարածքը, որ կա, ուղղանկյունաձև, եղել է Սողոմոնի տաճարը։ Եթե նկարները տեսել եք, այս տաճարները ուղղանկյունաձև է, զոհեր էին մատուցում կենտրոնում։ Հիմա մնացել է, հա, Սողոմոնի տաճարի միայն արևմտյան պատն է պահպանվել։ Մենք սև գմբեթը որ տեսնում եք, դրա տակով գնում է այդ լացի պատը։ Մենակ արևմտյան պատն է, մյուս 3 պատերը դե քանդվել են։ Հարության տաճարը հենա կապույտ գույնի գմբեթ կա, ոսկե գմբեթի հենց հետևը, կամրած այդ հարության տաճարի գմբեթն է։ Հա։ Օգնել Սուրբ Հովհաննես եկեղեցու հետ բանը։ Հա, այն կապույտ գմբեթը հարության տաճարն է։ Տեսեք, ինչու համար է այս վայրը մեծ սրբատեղի մուսուլմանների համար։ Դուք գիտեք, որ Աբրահամը իրենց նախագահն է եւ հենց այս հատվածում էլ եւ այդ վայրում իրանք հենց տաճարը կործանվեց, արաբները գրավեցին, հա, ասեցին, որն է մեզ համար ամենակարևոր տեղ, ասեցին, որտեղ Աբրահամը իր զավակին զոհ մատուցել ու կառուցեցին ոսկե գմբեթ։ Հիմա մսկիթը, որը կառուցվել է Սողոմոնի տաճարի կենտրոնի տեղում։ Ռաքյալները հմայված ասում էին ինչ շքեղ է մեր տաճարը, այստեղից պիտի նայեին, որովհետև այստեղից է տաճարը ամբողջությամբ իր փառքով կարար երևալ։ Այս առյուծների դարպասն է։ Դարպասի վրա նայում եք, առյուծները քանդակած։ Առյուծների դարպաս ոնց եկանք, այդ ձևերը հետ են գնում, որովհետև չթողեցին ներս մտնենք։ Այս առյուծների դարպասը մուսուլմանական թագամաս է տանում։ Առյուծների դարպասի մոտ է գտնվում Հիսուս Քրիստոսի բանտը, ավազակների վարվարը, այդ բանտը, հեսա, Lions Gate, Al-Aqsa Mosque, այս կողմով նաև Jewish Quarter-ն է, հրյաների թաղամասը, դեպի ձախել գերեզմանները։ Պատներ։ Անդրեի մոդլամներն Անցան լացի պատը։ Լացի պատը չգնացինք։ Որից Յաֆոյի դարպասներ, Յաֆոյի դարպասներով փորձենք տեսնենք կարող ենք մուտք գործել հին քաղաք։ Այս Յաֆոյի դարպասներն է, դարպասը փակ է, բայց այս կողքը, որ պատը քանդած է, գերմանական կայսերի համար քանդել են, դա բաց է, ոնց որ թողում են, հա։ Հենա մեր խումբը կանգնած է։ Հələ տեսնենք թողում են, ներս մտնենք, թե չէ։ Այս թուրքական սուլթանի հրամանով են քանդել, գերմանական կայսերը պետք է գար հին քաղաք, ձիերով դարպասով չի անցել, չի ուզեցի անցնի, իր համար քանդել են պատը։ Փակ չեն թողում մտնենք։ Վերամտանգության համար թույլ չեն տալիս, ասում է սա Իրանի ուշադրության կենտրոնում է, չեն թողում, որ տուրիստները մտնեն։ Իրավիճակի հետ կապված փաստորեն բոլոր տեսարժան վայրերը փակա, թույլ չեն տալիս մտնեն։ Մեր իսկ անվտանգության համար։ Այս Երուսաղեմն է։
նախանութները փակ է։ Ժողովուրդ ջան, հա, այսօր մենք առհասարակ եթե անվտանգության նորմերին հետևենք, դուրս պիտի չգայինք հյուրանոցից, բայց Աստծուն հանձնելով մեր կյանքը, անվտանգությունը, ասեցին գոնե ինչ որ մի բան sense փախցնենք, հա, մի բան տեսնենք։ Հացան կուզեի խաչի ճանապարհն էլ տեսնենք, բայց ոչինչ։ Հիմա այդ մեծ փափագն ու ցանկություններ որ կա, ես համարվելու է, որ այդ բոլոր վայրերում եղել եք դուք։ Հա, մեր թռիչքների հետ կապված Ֆլայվանը ասաց չի հանել ռեյսը։ Այսինքն հələ որ Բենգուրյանը ասել է օդանավականից ասել է մի չեղարկել ռեյսը, հետո հնարավոր է ամեն ժամ հանդարտվի ամեն ինչ բացեն, մենք մեր օրով հետ գնանք Հայաստան։ Հիմա մենք նոր ենք մտնում Պաղեստին։ Իսրայելից անցանք։ Անցանք սահմանը Պաղեստին։ Իսկ կողմից ճանապարհը փակ էր, հետ են գնում, տեսնենք, որ ճանապարհով ենք մտնում Բեթլեհեմ։ Մուտքերը փակ է, հիմա տոնին մեկ ուրիշ մեքենա կուղարկի, այդ փակ տեղի հակառակ կողմում կկանգնի, մենք ոտքով կանցնենք, կնստենք մյուս մեքենան, կգնանք հյուրանոց։ Հիմա մենք սպասում ենք մի ուրիշ մեքենայի, մենք պետք է իջնենք ոտքով անցնենք սահմանը, այնտեղ ուրիշ մեքենա մեզ է սպասում, նստենք ու գնանք հյուրանոց։ Հա, ձեր իրերը չմոռանաք։ Իսրայելից Բեթլեհեմ բոլոր անցակետերը փակ է։ Մեր խումբը իջավ, ոտքով անցնում ենք։ Այսպես անցանք։ Մենք արդեն Բեթլեհեմում ենք, քայլելով իջնում ենք։ Այս համարները Բեթլեհեմի համարներ են։ Իրանց արգելված է սահմանը անցնել, իսկ այս դեղինները Իսրայելի մեքենաներ են, ովքեր կարող են հեշտությամբ սահմանը անցնել Բեթլեհեմից Իսրայել։ Մարդն է կազմակերպում մեզ մեքենաներով այստեղից դեպի հյուրանոց տանելը։ Մեր խմբի կեսը, որոշ անդամներ այն մեքենայով կգնան, հիմա հաջորդ մեքենան կգա, ահա, հաջորդ եկա, նորից Իսրայելի համարներով։ Yes. Հեսա կնստենք ու կգնանք։ Հարուստ աղջիկ, այստեղ հավեսով գնում ենք։ Իմանամ եմ։ Շողը աղջիկա պինդ բռնվեք, ժողովուրդ։ Այսպես օրիգինալ ուխտագնացության Այո, ենք եկել այո, մենք։ շատ օրիգինալ էր, շատ։ Why they closed here? Because of the problem. Այս վտանգավորն է, որ ոչ մի բանի չենք տակում։ Հա, փակ կաստու։ Որտեղ սավիս մեջ հավաք կա, այդ կապը։ Փորձի մոտ։ Որքուշիկ են։ Հա, այսօր լավ կտնեցի բանը։ Դիներին նստացրինք, ասենք իրանք մեզնի չուտ հասնեն, բայց դուք եկավ մենք իրանցի չուտ եք հասնել, զգացի։ Դե ապրեն իրանք որոցև բան արեցին, հա։ Երևում է իրանցից։ Քրիստոնյա է։ Քրիստոնյա արաբ է։ Հա? Դամա էլի։ Այս Ռեջինա հյուրանոցն է, իսկ այս հերվում սպիտակ պատուհաններով մեր շենքն է, Սենթ Միքայել հյուրանոցը։ Այս փողոցի վրա մի քանի հյուրանոցներ են իրար կողքով։ Ահա, վերջ, հասանք։ Thank you so much. Շատ լավ է քշեց։ Մալադեց իրան։ Այվան, բացի։ Օգնություն, help։ Thank you։ Ոյ։ Վերջ։ Գնացինք, ուй։ Այսօր մեզ բերողտինը։ Այսպիսով ավարտվեց մեր այսօրվա օրը։ Խառը իրավիճակի պատճառով շատ սրբավայրեր փակ էին և մենք չկարողացանք այցելել ու տեսնել այն ամենը, ինչ ծրագրել էինք։
Կեսօրից հետո մենք արդեն հյուրանոցում էինք։ Օրը եզրափակում ենք մեր ընթրիկով։ Այս պահով էլ ավարտում եմ իմ ուխտագնացության հերթական վլոգը։ Շնորհակալ եմ, որ ամբողջ օրը ինձ հետ էիք, մինչ հաջորդ վլոգ։ Toi la moyenne des villes de Juda, Bethléem Ephrata, toi la moyenne des villes de Juda, mais de toi sortira celui qui dominera, mais de toi sortira celui qui régnera sur Israël.